Եթե ապրեի հանրության պահանջներով, ապա իմ ձեռագիրը մի փոքր այլ կլիներ, ասում է երգիչ Մավն Մկրտչյանը, իսկ թե ինչպես է նա կարողացել տարիների ընթացքում մնալ անդրդվելիք, պարզենք զրույցի ընթացքում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս միտքը արտահայտել եք շուրջ 12 տարի առաջ, որևէ բան փոխվել է։ Ոնց հիշեցիք 12 տարի առաջ։ Հաճելի էր, որ այդ տարի առաջ հասածներս հիշացրեցիք, որովհետև ուրախ եմ, որ փաստորեն իմ սկզբունքները այս 12 տարվա մեջ գոնե որ չի փոխվել։ Հանրության պահանջները փոխվել են այս տարիների ընթացքում։ Գիտեք, այնքան հարաբերական է հանրության պահանջ ասվածը, որովհետև շատերի համար դա ինչ որտեղ նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց է, որովհետև ով ասաց, որ հանրությունը մենակ պահանջում է, ասենք թե ռապից կամ ասենք թե ժողովրդական։ Հանրությունը տարբեր բաներ է պահանջում, բայց դու ինչ ես տալիս դրան համաժեք կամ փոխարժեք, կամ դու ինչով ես որպես արտիստ քո դեմքը ցույց տալիս, սրա մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ արտիստը նաև նրանով է արտիստ, որ բացի հանրության պահանջից նաև պետք է ինքը պահանջ ձևավորի հանրության մեջ եւ դրանով է կայանում ազգի ձեռագիր, իսկ ով ասաց, որ ժամանակին Կոմիտասի օրինակ ժամանակ հանրությունը պահանջում էր Կոմիտասի երգերը, բայց Կոմիտասի եթե ասենք թե շարժվեր հանրության պահանջով, ինչ էինք ունենալու մենք այսօր։ Սա շատ մի քիչ, ասես գլոբալ եմ ասում, բայց դրա մեջ մեծ ճշմարտություն կա։ Օրինակ վերջերս համացանցը ցնցեց Թաթուլի համերգը եւ մարդիկ ովքեր գնացել էին, արդարացան նշելով, որ գնացել են զուտ ժամանակ անցկացնելու, ուրախանալու համար։ Հիմա մենք արդյոք չենք առաջարկում այնպիսի երաժշտություն, որի ներքո կարելի է ժամանակ անցկացնել եւ ուրախանալ։ Գիտեք, այստեղ նաեւ ըստ իս եւ արվեստագետները եւ պետությունը շատ գործ ունեն անելու, որովհետեւ հասարակությունը վերցնում է այն, ինչ տալիս են կամ ինչը շատ հասանելի է։ Այդ շատ հասանելիությունը այսօր մեր ինֆորմացիոն դարաշրջանում ինֆորմացիոն այս մեծ հոսքը եւ իր դրական եւ բացասական կողմերն ունի։ Դրական, որ ամեն ինչ հասանելի է, դու ինչ փնտրես, դու կարող ես ձեռք բերել եւ այսինքն այս մի կարճ ժամանակի ընթացքում, երբ որ ես հիշում եմ օրինակ իմ դպրոցական տարիներին, երբ ես ուզում էի դասական երգեր լսեի, օրինակ գնում էի Խնկո-Ապոր գրադարան, իմ հիշողության մեջ տպավորվել էի, պատվիրում էի, ժամ էի վերցնում գրադարանում եւ գալիս էր օրը, ասենք թե մի ժամ ժամանակով այն պլաստինկաների վրա կար եւ այդ մի ժամվա մեջ ես լսում էի իմ ուզած երաժշտությունը, որովհետեւ հասանելի չէր մնացած հարթակներում, ես չունեի հնարավորություն լսելու երբ ուզեի։ Եվ այստեղ ինֆորմացիոն շատ բաներ ես կարող էի ձևավորվել տարբեր բաներ լսելուց, բայց հնարավորություն չունեի։ Իսկ այսօր դրա խնդիր չկա, այսօր ամեն ինչ հասանելի է։ Ինչ ուզում ես, ինչ ժանրի, ամենաբարդից սկսած մինչև չգիտեմ, ամեն ինչ հասանելի է։ Բայց հրա հետ նաև գալիս է մի վատ բան, երբ որ հասանելիությունը նաև ձևավորում է հեշտության, բնականաբար հասարակության մեծ շերտը ինքը պարտավոր չի ընկալել դասական կամ այսինքն սա մի քիչ ներշերտի համար է։ Շատերի համար ընկալելի են հեշտ մատուցվող, հեշտ ընկալելի երգեր երաժշտությունը եւ այս հեշտությունը մի քիչ բերում է հասարակության մտածողության ձևավորման այդ ուղղության զարգացմանը։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ մենք հատուկ անելիք ունենք թե մշակույթի ասպարեզի մարդիկ, թե պետությունը ձևավորելու հասարակության նաև ճաշակ եւ սկզբունքներ, որտեղ պետությունը դրանով է ուժեղ, ազգը դրանով է ազգ, երբ որ ինքը ունի սկզբունքային հասարակություն եւ այս սկզբունքայինությունը արդեն վաղ դառնում է պետության ուժը, մեր ազգի ուժը։ Սրա մեջ է մեր թերացումը։ Թաթուլի համերգը իմ համար կարելի ասել ոչ մի բացասական, ես կոլեգիալ հարաբերություններում չեմ սիրում խոսել, ոչ բացասական բան չեմ տեսնում, բայց բացասական է օրինակ իմ համար այդ համերգի այդքան այս քանի օրերի ընթացքում բոլորը խոսում են Թաթուլի համերգից, ինչի համար։ Գնացել, ասենք թե պետք չէ այդքան խոսել դրա մասին։ Պրոպագանդա է դա, թեկուզ վատ, բայց պրոպագանդա է։ Իսկ լավի մասին խոսում են, չեն խոսում, սրա մասին է խոսքը։ Բայց այս, քանի որ խոսեցինք սրա մասին, իմ համար կա մենակ մի կարմիր գիծ, այս
երաժշտության ասպարեզում։ Երբ որ մենք մեր հասարակության մեջ, մեր մշակութային դաշտ ենք բերում մեր ճակերտավոր ասած հարևանների մշակույթը, սա իմ համար կարմիր գիծ է, սա անընդունելի է։ Ինչ ուզում եք լսեք, ինչքան ուզում եք լսեք, ռաբիս, չգիտեմ, դա հարաբերական է ամեն ինչ, բայց երբ որ մենք մեր մեջ բերում ենք մեր հարևանների մշակույթը, դաժե, մշակույթ չի կարելի ասել դա, սա իմ համար կարմիր գիծ է, որովհետև մենք ահռելի մեծ բազա ունենք բոլոր ժանրերում մշակույթային եւ բացարձակ մենք կարիք չունենք ոչ մի հարևանի մշակույթի մերը թողած ինչ ունենք նրանցից վերցնելու։ Սրա մասին է խոսքը։ Ինչպես երիտասարդներին տանել դեպի ազգային երաժշտությունը։ Պետք չէ տանել։ Պետք է դու ինքդ այդպես ապրես։ Ես իմ երեխուն հատուկ չեմ խոսում նրա մասին, որ Մոնթե ջան, դու հայ ես, դու պետք է լսես, սա ես չեմ խոսում։ Բայց ինքը իմ երաժշտական ճաշակը իմանալով, որովհետև մեր ընտանիքում մեր երեխաների այսպես իդեալը մենք ենք, ծնողներն ենք, այսինքն ընտանիքից է սկսվում այդ ամեն ինչի, հետո մանկապարտեզից, դպրոցից, այսինքն ստեղից պետք է մենք սկսենք ճաշակ ձևավորել։ Մենք պետք է այդպես ապրենք, մեր սերունդն էլ այդպես կմեծանա։ Ես իմ երեխային հատուկ չեմ դնում ինչ-որ ազգային արժեքներ բացատրում, բայց ինքը այսօր ես տեսնում եմ, որ կներեք ինձնից ավելի շատ խորը գիտի ու զգում է ազգային, որովհետև իր աչքի դեմ միշտ դա է եղել։ Վաղը մյուսօր ինքը ավելի ազգային է լինելու, քան ես այսօր եմ։ Սա հաստատ եմ ասում։ Այսինքն մենք գործ ունենք անելու մեր ընտանիքից, մեր մանկապարտեզներից եւ մեր դպրոցներից։ Այսօր շատ մանկապարտեզներում, օրինակ նույն այդ օրինակով վերցնեմ, այն տղայի մանկապարտեզում շատ ինձ դուր էր գալիս այն ինչ որ իրանք անում էին։ Եվ դա իր մեջ էլի շատ ճաշակեր ձևավորել։ Ինչ կանեն դպրոցում, այստեղ ուրիշ հարց է։ Այսինքն այստեղ այնքան դրա համար եմ ասում, պետությունը շատ գործ ունի անելու, սրա մասին է խոսքը, որովհետև ձևավորված մարդուն շատ դժվար է ճաշակ կամ ինչ-որ ազգային արժեք բացատրել։ Որովհետև դա արդեն մանկուց է գալիս, դա մեր մոտ ասում են, դե մարդիկ լսում են, չեն լսում մարդիկ, որովհետև տարիների ընթացքում դա է մատուցվել, դրա համար սովորել են լսելուն։ Հələ դու երկար տարիներ են փոքր մանկապարտեզի երեխայից սկսած գոնե օրական մի քանի անգամ, ասենք հասարակական տրանսպորտներում, դա չգիտեմ, եթերից կամ բան, անդադ լսեն Կոմիտաս։ Տեսեք տարիների ընթացքում մարդիկ ինչքան ենթագիտակցորեն ոնց դրա պահանջիկ ունենան։ Պետք չի հասարակությանը մեղադրել մենակ նրա համար, որ իրանք այդպես ձևավորվել են։ Սխալ է ձևավորվել, դուք ճիշտ ձևավորեք։ Սրա մասին է խոսքը։ Ես նկատել եմ, որ ձեր որդին արդեն երգում է, կարծեմ 6-ից 7 տարեկան է, չէ՞։ Այո, 6 տարեկան է։ Դուք եք դրթում, որ գնա երգի ճանապարհով։ Անգել ասած չէ։ Իրականում ես երբ որ դա ինքը բազմակողմանի չասեմ զարգացած է, բայց ունի տարբեր ընդունակություններ, թե երաժշտական, թե մնացած, օրինակ շախմատ շատ սիրում եմ շախմատ խաղալ, վերջերս 4 կարգ ստացավ շախմատից եւ սիրում եմ նկարել, խոսքով ես ինքս իմ առաջ խնդիր էի դրել, որ հանկարծ տղայիդ ինչ որ չեմ ասում, չտանես, որ երգիչ դառնա կամ երաժիշտ դառնա, բայց ինչ որ բանով ես ինքս չասեմ չնպաստեմ, բայց չդրթեմ դրան, որ ինքը ստիված իր օրինակով լինի, բայց այնպես ստացվեց, որ ինքը կարծես ինձ պարտադրեց իր թե երգի հանդեպ սիրով, երաժշտության հանդեպ սիրով, իր տվյալները բավականին հետաքրքիր տվյալներ են, ինքը ինձ պարտադրեց, որ ինքը գնա երաժշտության, անկեղծ եմ ասում սա, եւ ես արդեն ուրիշ տարբերակ չունեի։ Ժամանակին դուք էլ պարտադրել եք ձեր ծնողներին, չէ՞, ոնց որ։ Կարելի ասել, հա, որովհետեւ ոչ թե պարտադրել եմ, այլ այստեղ արդեն նույն մի քիչ առաջվա խոսքս շարունակեմ, իմ ծնողի հեռուն տեսնելու եւ իր նվիրվածությունը ինձ այսօր այստեղ հասցրեց, որտեղ երբ որ ես փոքր էի, մինչև հիմա աչքիս առաջ այդ պատկերներն է, հայրս ամեն օր նվագում ու երգում էր, երեկոները մոտ մինիմում մի ժամ ինքը պետք է նվագեր, ակարդեոնի վրա նվագում ու երգում էր ժողովրդական երգեր, աշխուղական ժողովրդական, իր սիրած ռեպերտուարը, եւ ինչ որ մի փուլում
Ես փոքր երեխա էի, կակրած Մոնթեի տարեկի 5-6 տարեկան երեխա էի, անդադ վազում էի, խաղում էի կողքերը, ու ինչ որ փուլում մի օր papan երգացրեց, տեսավ համար այդ իր բոլոր երգած երգերը, ես գիտեի, սովորել էի, լսելով։ Սկսեց երգացնել, ասել տղես կերկես բանան, տեսա որ կա այդ ընդունակությունները, ու նույն papayi օրինակով արդեն 7-8 տարեկանում ես էի ամեն օր օրական մի ժամ-ժամուկես նստում նվագում հատակարծուն ունեինք, նվագում երգում էի։ Եվ այսպես հայրս տեսա որ մեծ է սերը, կա ընդունակություններս ամեն ինչը, գյուղական պայմաններում շատ դժվար որ հիշում եմ այդ տարիներին ինչ պարտությունների միջով են անցած ծնողներս, որոշեցին որ իրանք պետք է մեզ ուղարկեն ինձ ու եղբայրներիս ուսանելու Երևանում։ Այդ չեմ ուզում այդ բարձունների մասին խոսեմ, որովհետև 10 տարեկան երեխա ծնողներից հեռու ամբողջ կյանքդ մենակ գյուղի այդ միջավայրում մեծացած ու դու գալիս ես ընկնում ես մեծ միջավայր, քաղաք եւ այստեղ պատկերացրեք ինչքան մեծ է խնդիրները, ինչքան մեծ է նաեւ վտանգը այդ երեխան ինչ կրնի, ասենք դուք երեխային 10 տարեկան, որ հիմա ես հիշում եմ ինչ մեծ քայլ են գնացել ծնողներս, սա չգիտեմ հերոսական է իմ համար։ Այստեղ նաև գալիս է այն իմ ասածը, որ իրականում ընտանիքից է ձևավորվում սերունդների ճակատագիրը, մի առումով ասելը չէ, սերունդների ազգի ճակատագիրը մայրերի ձեռքերում է, ափերին է մտրոպես բանով, այսինքն այստեղ շատ մեծ ճշմարտություն կա։ Այդ բարդությունները տեսնելով չի եղել, որ փոշմանեք, ասեք, ինձ հետ տարեք։ Չի եղել, բայց հիշում եմ առաջի մի քանի ամիսներ երբ որ եկա, դե մի քանի ամիս papan մնաց այստեղ, հետո բնականաբար չէր կարող երկար մնալ ու գնացին, դե այն ժամանակ էլ հեռախոսներ չկային, նոր գյուղում 2-3 հեռախոս մարդիկ ունեին, ժամով էլի պայմանավորվում էին, որ մի րոպե, 2 րոպե խոսային, որ առաջի զանգերը երբ որ այնտեղից եկան, հիշում եմ սկսեցի հուզվել, լացել ու չկարողացա խոսքը սպանել, հուզվում էի, դե կարոտում ես ծնողների այդ գյուղում բան միջավայր, բայց հետո դա ինձ սկսեց ավելի շատ ուժ տալ, դա ինձ սկսեց պատասխանատվություն տալ, որ դու եկել ես ոչ թե ուղղակի քո ժամանակ անցկացնելու, քո ծնողները այդ զոհողությանը ոչ թե գնում են նրա համար, որ դու ուղղակի քո հաճույքների համար ապրես, այլ դու պետք է անես այն, ինչ որ քեզ տրված է, ինչի համար դու եկել ես, հասել ես այստեղ։ Եվ սա ժամանակի ընթացքում ինձ մեծ ուժ, մի խոսքով այդ ամեն ինչը տվեց, որ հաղթարի այդ պարտությունները։ Դուք կարևորում եք հայ մշակույթը ոչ միայն հայերին հասանելի եւ ճանաչելի դարձնելը, այլև օտարներին, դա լավագույն տարբերակը Եվրատեսիլն է, օրինակ երբևէ մտածել եք դրան մասնակցելու մասին։ Չեմ մտածել, բայց տեղեր եղել է շատ ցավել եմ, որովհետեւ իրականում Եվրատեսիլը իմ համար ժամանակին անկեղծ սիրում էի, նայում էի, հետաքրքրում էր, հաճույքի համար նայում էի, փորձում էի ինչ-որ իմ ֆավորիտները բան այսպես գտնել, բայց այս վերջի տարիներին բացարձակ դարձավ անհետաքրքիր եւ իմ համար անընդունելի, որովհետեւ երբ որ դառնում է դա քաղաքականություն ու երբ որ այնտեղ ռոպագանդվում է վատ բան, որը որ չպետք է լինի, իմ համար դա մի քիչ արդեն ուրիշ երևույթ, բայց ցավը ինչու՞մն է ամեն ինչի մեջ էլ կարելի է գտնել դրականը եւ ամեն ինչի մեջ օգտակարը քո ազգի համար։ Եթե կա միջոց, եթե կա այդպիսի մեծ հարթակ, կարելի է դա օգտագործել թեկուզ եւ ինչ որ ազգային տարրեր, ազգային ռոպագանդման ինչ որ թե երաժշտական, թե բոլոր առումներով սա ցույց տալու համար տարիներ կա արվում են, տարիներ կա չեն արվում, ես շատ կուզենայի, որ գոնե սրա վրա մենք ուշադրություն դարձնենք։ Ազգայինը ներկայացնել։ Իհարկե, գոնե մոդեռնի մեջ փորձենք ազգայինի տարրեր ավելի շատ ընդգրկել, այսինքն մեր դեմքը ցույց տանք։ Նաև օտարահունչ երաժշտություն չլինի երևի, մի քիչ շատ օտարահունչ, այսօր մենք այնպեսի դարաշրջանում ենք ապրում, որ սա մի քիչ հարաբերական է, որովհետև դու նաև պետք է վերցնես այդ, չասեմ օտար, որովհետև դա այն լեզուն է, որ նայեք, երբ որ կա ընդհանուր լեզու, շատ ավելի հեշտ է այդ ընդհանուր լեզուն օգտագործելով դու քոնը ներդնես ու հասցնես իրանց։
մենակ քոնով միգուցե բարդ լինի, միգուցե դժվար լինի առաջին հայացքից նույն օտարներին բանի, բայց երբ որ դրա լեզուն վերցնում ես, դրա մեջ քոնն ես ներդրում, այստեղ ավելի մեծ է հնարավորությունները քո ասելիք իրանց ավելի արագ ու ճիշտ տեղ հասցնելու։ Սրա մասին է խոսքը, որ կարծում եմ սրա վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Վերջին տարիներին երգիչներ շատ են կատարում հայ լավագույն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Սա ինչու է պայմանավորված, այսինքն մենք ունենք երգահանների խնդիր, թե զուտ որևէ մեկը չի գրում այնպես, ինչպես գրել օրինակ Տերյանը, Սահյանը։ Սա իմ համար շատ դրական տենդենց էր, որովհետև այդ ստեղծվեցին այդ ընթացքում գործեր, անգամ հանճարեղության հասնող գործեր, որի պակասը իրականում մեր երկարվեստում վերջի շրջանում կար։ Ունենք լավ խոսքեր գրող, բայց կներեք այսօր ոչ մեկ Սահյան չեն, Սևակ չեն կամ Չարենց չեն։ Կան մեր ժամանակակից հրաշալի գրողներ, բայց ցավոք սրտի լուրջ պոեզիան այսօր չի մտնում երկարվեստ։ Ժամանակակից պոեզիան դեռևս մնում է պոեզիայի մեջ եւ այսօր իմ համար կապը պոեզիայի եւ երկարվեստի մեջ բավականին թույլ է։ Կան երգ գրող բանաստեղծներ, որ ավելի շատ իրանք հարմարվում են այս մոդելին, բայց Սևակի խոսքերը գրելով հաստատ չէր մտածում, որ ինքն այնպես գրի, որ երգ դառնա Սահյանը կամ մնացածը, բայց դարձան չէ Տերյանի հրաշալի այդ քնարերգությունը։ Եվ այսօր այս սրա խնդիրն է, որ որոշ դեպքերում բանաստեղծները հարմարվում են երգի մտածողության, իսկ որոշ դեպքերում էլ այս մեր կոմպոզիտորները կամ երգգրողները ժամանակակիցների մտածողությունը չեն վերցնում ժամանակակից պոեզիայի։ Իսկ այսօր մենք ունենք հրաշալի պոետներ, օրինակ կթվեի մեր Վահագն Մուղնեցյանը, որ իմ համար հանճարեղ ժամանակակից պոետ է, որ կարելի է շատ հետաքրքիր գործեր, բայց միանշանակ շատ ուրախ եմ, որ մտավ, այսպես ասած, մի շրջան մեր երկարվեստը, որտեղ սկսեցին Տերյանի բանաստեղծությունները, Սևակ, Սահյան շատ օգտագործվել, սա բավականին որակ փոխեց, ասեմ ձեզ, որակ փոխեց եւ ինչ որտեղ նաեւ այսպիսի մեսիջ եկավ, որ նայեք կարելի է բարձր պոեզիայով, բարձր երկարվեստով նաեւ կոմերցիա դառնալ։ Եվ ինձ թվում է դա իր գործը բավականին լավ արեց։ Նաև երեխաները լսելով բանաստեղծությունը սովորում են, դպրոցում չեն սովորի, բայց լավ կլներ, որ դպրոցում էլ սովորեին, բայց գոնե ինչ հնարավոր միջոցներով, սա մեր մշակույթն է, մեր ասելիքն է, ամեն հնարավոր միջոցներով մարդկանց սերման է։ Սահյանի տողերից մեկի հիման վրա, որ երգ ունեք, այս աշխարհում ես ապրեցի տաք ու պաղից ճաք չկելով եւ շատ բաներից ինձ զրկելով, մոտավոր եմ հիշում, այսինքն դուք ինչ դժվարություններ եք հանդիպել այս ընթացքում, ինչպես եք դրանք հաղթահարել եւ ինչն է ձեզ ընդհանրապես ցավ պատճառում։ Իրականում ես ինձ շատ ուժեղ մարդ եմ համարում եւ միշտ դժվարություններ ընկալել են ոչ թե բացասական ու շատ դեպքերում դրական առումով, որովհետեւ ես այն տեսակ մարդն եմ, երբ որ ինչ-որ խնդրի առաջ եմ հանդիպում, դեմս պատ է, նոր սկսում եմ այդ պատը ջարդել անպայման կամ դա այդ խնդիրը լուծելու վրա։ Երբ որ իմ մոտ ամեն ինչ շատ հեշտ է բանանում, իմ մոտ մի քիչ թուլանում է այդ պայքարը, եւ սա միգուցե հենց այն մանկության տարիների այդ դժվարություններից ելնելով, այդ դրանք հաղթարելով, ոնց որ դա դարձել է իմ ապրելակերպը։ Բայց բնականաբար մի փուլ է գալիս, երբ որ դու նաև պետք է դա վայելես, այդ քո դժվարությունները հաղթարելու արդյունքը պետք է տեսնես, վայելես, եւ բնականաբար ես դրանք էլ եմ տեսել, դրանք էլ ինձ էլ ավելի մեծ ուժ են տվել հետագայում ավելին անելու, քան կա, ոչ թե կարող ես, այլ որովհետեւ մարդը շատ բան կարող է, եւ անկեղծ ասած ես այդ բարդությունների, դժվարությունների մեջ վատ բան չեմ տեսնում։ Բնականաբար այնքան ասում եմ, քանի ապրում ես, ուրեմն դուժեղ ես ու ավելին։ Այդ դեպքում ձեր նեղ օրերի ընկերով է, բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Ես ինքս։ Նեղ օրերի ընկերը իմ մենակությունը։
որովհետև այդ բոլոր դեպքերում ես երբ որ փորձում եմ մենակ լինել, փորձում եմ ինձ կազմավորել, գտնել ինքս ինձ, այսպես ասեմ, միշտ ասելը շատ դրա մեջ շատ մեծ խորություն կա, եւ երբ որ ամեն ինչ տեղն է ընկնում, հասկանում ես պատճառները ամեն ինչի, ամենակարևորը թիվ 1 խնդիրն է հասկանաս ինքն ինչ համար է լինում, իսկ երբ որ դու հասնում ես մի գիտակցական ու հոգեբանական վիճակի, որտեղ դու շատ երևույթներ արդեն չես ընկալում այնպես ոնց որ թե ընկալում են բոլորը, սկսում ես ուրիշ ձևով ընկալել, այդ դեպքում շատ հարցերի պատասխանները դու տեսնում ես ավելի հեռուն, քան այսօրն է։ Եվ այստեղ շատ դժվարություններ արդեն ուրիշ լուծում են ստանում, քան թե կլինեին, երբ որ դու դրանք ուղղակի ձևով ընդունեիր, ուղղակի այդ օրվա խնդիր։ Ես մի քիչ միգուցե բարդ եմ խոսում, բայց երևի ավելի շատ ինձ կհասկանան էզոտերիկները, որովհետև այդ հասկացողության մեջ մի քիչ ավելի փոխվում է ամեն ինչ եւ ինքս դրա մեջ ավելի հիմա լավ եմ զգում։ Ձեր կանչ հայրենի տան երգում խոսում եք մեծ հայքի Տիգրան Մեծի մասին, բայց դարերով մենք ունենք այդ երազանքը, բայց չենք կարողանում իրականացնել։ Ըստ ձեզ ի՞նչն է խանգարում։ Կանչ հայոց տան, այդպես էր կոչվում երգը։ Նայեք, շատ բան է խանգարում, բայց թիվ 1 խանգարող հանգամանքը դա մեր ազգի պարակտվածությունն է։ Երբ որ մենք միասնական լինենք, մեր դեմ ոչ մեկ չի խաղալ, սա ուղղակի ամբիցիոզ թեզեր չեն։ Հիմա ամեն ինչ արվում է, որ մեր ազգը պարակտվի բազում ուժերի կողմից, չեմ ուզում դրա մասին խոսեմ, փորձում եմ միշտ քաղաքականություններից կամ այդ քաղաքական թեմաներից հեռու մնալ, բայց այստեղ դրա մասին չի խոսքը, այստեղ մեր այսօրվա ասենք կարելի ասել ցավի մասին է խոսքը եւ իմ համար եթե մեր ազգը այդ պարակտվածությունը վերացնի դառնանք միասնական, կարծում եմ բոլոր խնդիրները կլուծվեն։ Եվ մեր պատմության ընթացքում եկեք հետ նայենք, չկա կետեր, որտեղ եղել ենք մենք միասնական ու մենք տանուլ ենք տվել, չկա կետեր, որտեղ մենք բաժանվել ենք երկու կետի, մեր մոտ ինչ որ մի բան ստացվել է։ Միշտ մեզ բաժանել ու տիրել են։ Եվ այսօր ես այս երկի մեջ հենց դրա կոչն էր ուղղված։ Կանչ հայոց տան, դա միասնականության, դա մեր հին հզոր ոգիների ոգեկոչումներ, նաև մեր այսօրվա միասնականության ոգեկոչումներ եւ ավելին ասեմ, Կանչ հայոց տունը ստեղծվեց այն օրերին, շատ բարդ ժամանակում, երբ որ Ղարաբաղի կռիվը սկսվեց Արցախի։ Եվ այս մի քանի օրերի ընթացքում ստեղծվեց երգը եւ այդ երգի մեջ շատ մեծ հույզեր ու ասելիքներ ու խոր էներգիա կար, որը ցավոք սրտի այդպես ստացվեց եւ միգուցե այդ երգի ճակատագիրն էլ Արցախի այդպես գնաց, այսպես ասեմ, որովհետեւ ինքը հենց ուղիղ կերպով հենց մեր Արցախի օրերի հետ էր համընկած, իմ լավ ընկերոջ հետ, Արսենի հետ համատուն ստեղծեցինք եւ ուղղակի այդ մի կոչն է, որ միասնական լինենք։ Փոքր տարբերվող նոր երգ ունեք, դուելի դու, ավելի շատ էստրադային եւ սիրային։ Մեր օրերում շատ քիչ են սիրային երգերը, իրական սիրո մասին։ Սա ինչու է պայմանավորված, այսինքն նաիվ սերն է վերացել։ Չէ, գիտեք, ասելիքը այսպես է, երբ դու արտիստ ես դու, մարդ ես դու, ստեղծագործ հոգի ես, դու ժամանակ առ ժամանակ քո ասելիքները տարբեր են, չէ՞։ Բնականաբար միշտ ժողովրդականը, հայրենասիրականը դա գերակշռում է, քանի որ ժամանակն է այդպես պահանջում, նաև մեր խնդիրն է այդպես, բայց երբեմն դու կարիք ես լինում առանձնանաս քո հետ, քո մեջ, հասկանաս այդ պահին նաև դու ինչ էմոցիա կուզենայիր տալ, ինչն է քո էմոցիոնալ դրսևորումը այդ պահին ձևավորվում, եւ այդ դրսևորումներից մեկն էլ նաև այդ երգն էր, երգը մոտ 2 տարի առաջ ձևավորվեց եւ ինքը իմ համար անկեղծ երգ էր, որովհետեւ անկեղծ հույզերով էր ձևավորված եւ իր երաժշտության հեղինակն եմ ես եւ ինքը
Ուղղակի կարող եմ մենակ այդպես ասել, որ այդ պահին զգացմունքների ուղղակի արտահայտումներ։ Քանի որ առաջիկայում ձեր մենահամերգն է, ինչպիսի երկացանք է ընտրված։ Բավականին բարդ ու բազմաժանր։ Ինչի համար այդպես, որովհետև այս իմ երկացանքը ես ձևավորել եմ այն տրամաբանության մեջ, ինչ ես եմ։ Այսպես ասեմ, այս երկացանքի մեջ ես ինքս եմ իմ ասելիքով։ Մի փոքր տարպակասում է այդ երկացանքի մեջ, դա դասական երգերաշտությունն է, որովհետև վերջի շրջանում ես ինքս շատ զբաղվում եմ դասական երգով, շատ սիրում եմ դասական երգեցողությունը, բայց քանի որ հենց ինքը խնդիրը ազգային երգի իմ ասելիքի ձևավորումն է, դրա համար այդ մասը մի փոքր ես շատ չխորացա այդ մասով, բայց մնացած բոլոր երգերը ընտրված են այն լուծումները, որ ես ինքս այս տարիների ընթացքում ձևավորվել եմ որպես երգիչ, մարդ, արվեստագետ։ Այստեղ ունենք սկսած հոգևորից, մինչև նաև մեր ժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաև հերինական երգեր։ Երգիչները շատ քիչ են համերգներով հանդես գալիս։ Ինչու՞։ Որովհետև համերգները շատ մեծ բարդությունների հետ են կապված։ Մի չասեմ բացասական, բայց կա տենդենց, որ այս վերջի շրջանում ավելի շատ համերգային ֆորմատը գնացել է դեպի ռեստորան չասեմ, կլուբային երաժշտություն, եւ այդ ֆորմատի համերգներ շատ են լինում։ Ես ինքս շատ սիրում եմ անկեղծ ասած այդ ֆորմատը, բայց իմ համար անկեղծ ասած դալիճից երգ լսելը դա չի փոխարինի ոչ մի բանով։ Բայց ինչի համար է քչացել համերգները, որովհետև դա մեծ բարդությունների հետ է կապված։ Դա որ ասում եմ, մինչև մտնում ես նոր ես իմանում, ես ինքս հիմա այնպես չի որ ես համերգը ինքը բոլոր առումներով շատ բարդ է իրականացնել, թե ֆինանսական, թե տեխնիկական, թե մի խոսքով երաժշտական բոլոր առումներով իրանք շատ մեծ ժամանակատար է, դրա հետևում չկա ոչ մի կոմերցիոն սպասելիքներ, այս էլ հասկանանք էլի, եւ դրա համար շատերը խուսափում են կամ վախենում են դրա տակ մտնել։ Ես ինքս էլ միգուցե չմտնեի, եթե կողքից չլինեի մարդիկ, որ ինձ չոգևորեին եւ էսա միակ ճշմարտությունը։ Համել հարկ պետք է վճարեք, չէ՞, համերգից։ Դե բնականաբար հարկը դա իմ համար Սովորական բան է։ Սովորական բանից բացի նաև դրական բան է, որովհետև հարկ վճարելու մշակույթը դա ես շատ լավ եմ ընդունում, շատ ճիշտ եմ համարում, պարզապես ամեն ինչ պետք է իր տրամաբանության մեջ լինի, այս է խնդիրը։ Բայց երգիչների դեպքում շատ է դա։ Խնդիրը հարկի մեջ չի, եթե թող մենք աշխատենք, հարկն էլ վճարենք։ Ես դրա դեմ ոչ բան չունեմ բացարձակ, բայց խնդիրը որ դու կարողանաս աշխատել քո երգով, ոչ թե խոսքով ստեղ ուրիշ խնդիրների մասին է խոսքը։ Բայց հիմա հարց, երգով ինչու՞ չեք կարողանում աշխատել։ Իսկ ով ասեց երգով չեմ աշխատում։ Ես մինչև հիմա ոնց եմ գոյատևում։ Այդպես կարողանում եմ փառք Աստծո կարողանում եմ եւ ստեղծել, ստեղծագործել եւ ապրել, սա կարծում եմ, որ իմ համար ճիշտ է շատ դժվար է, բայց ինչ որտեղ հաղթանակ է, որ դու զբաղվում ես քո սիրած երգով, քո սիրած երգում ես այն ինչ որ դու ես սիրում, բայց դրա հետ նաեւ կարողանում ես ապրել եւ շարունակել ստեղծագործել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ նաեւ։ Մենք զրուցում էինք երգիչ Մավր Մկրտչյանի հետ։